Ձեր Իլյան այն մասին, որ քեզ մոտ ոչինչ չի ստացվում, և ինչպես կարող ես այդ հաղթահարել։ Այսօր շատերը ապրում են ներքին հոգնածությամբ և ծածուկ հիասթափությամբ։ Նրանք ձգտում են, աշխատում, աղոթում, պլաններ են գծում, բայց ինչ-որ պահի նկատում են, որ ինչ էլ անեն միևնույն է ոչինչ չի ստացվում։ Մի բան քանդվում է, մեկ այլ բան չի կարգավորվում։ Եվ այդժամ նրանց սրտում ծանր մի հարց է բարձրանում. ինչու՞։ Ձեր Իլյան ասում էր, որ հաճախ մարդը մեղավորներ է փնտրում դրսում։ Նա մեղադրում է իրավիճակին, ժամանակներին, այլ մարդկանց, ղեկավարությանը, պետությանը, նույնիսկ եղանակին և ճակատագրին, մինչդեռ գրեթե երբեք ինքը իր ներսը չի նայում։ Չնայած որ հաճախ հենց այդտեղ է գլխավոր պատճառը։ Երբ մարդու մոտ ոչինչ չի ստացվում, դա միշտ չէ, որ պատիժ է։ Հաճախ դա դադար է, ողորմած, բայց խիստ դադար։ Դա այն դադարն է, որ Աստված է թույլ տալիս, որպեսզի մարդը հասկանա ուր է գնում և ինչու։ Որովհետև կարելի է շատ աշխատել, բայց գնալ սխալ ճանապարհով։ Կարող ես ջանալ, բայց ծուռ սրտով։ Կարող ես աղոթել բառերով, բայց ապրել այնպես, կարծես Աստված գոյություն չունի։ Ծերը հիշեցնում էր, որ Աստված նպատակ չունի կոտրելու մարդուն։ Նրա նպատակը փրկելն է։ Մինչդեռ մարդկային հասկացողությամբ փրկությունը ոչ միշտ է հաջողություն դիտվում։ Երբեմն դա կորուստ է, երբեմն անհաջողություն, երբեմն էլ փակ դուռ։ Մարդը հաճախ ասում է. ես ամեն բան ճիշտ եմ անում։ Իսկ ծերը սովորեցնում է. եթե պտուղ չկա, ուրեմն ամեն դեպքում մի բան ճիշտ չէ։ Որովհետև հոգևոր օրենքները նույնքան իրական են, որքան և ֆիզիկականը։ Եթե գրգռվածություն ես ցանում, կհավաքես տագնապ։ Եթե հպարտության մեջ ես ապրում, կբախվես նվաստացման հետ։ Եթե չես կարողանում շնորհակալ լինել, ապա կկորցնես նաև այն ամենաչնչինը, ինչ ունես։ Ամենամեծ պատճառներից մեկը, որ մարդու մոտ ոչինչ չի ստացվում, դա Աստծո կամքի հետ ներքին անհամաձայնությունն է։ Մենք ուզում ենք, որ ամեն մի բան մեր ուզածով լինի։ Պլաններ ենք գծում, ժամանակներ ենք սահմանում և արդյունքի ենք սպասում։ Բայց երբ իրականությունը բախվում է սպասումներին, սկսում ենք տրտնջալ։ Ինչը փակում է շնորհի դուռը։ Ծերը ասում էր, որ Աստված չի գործում այնտեղ, որտեղ մարդը ինքն իրեն գլխավոր է կարծում։ Քանի դեռ մարդը վստահ է, որ ինքը ամեն բան գիտի ու հասկանում է, վերահսկում է, Աստված այդտեղ լրացնելու ոչինչ չունի։ Միայն այն ժամ, երբ մարդը խոնարհվում է ու ասում. Տեր, առանց քեզ ոչինչ չեմ կարող անել։ Այն ժամ Աստված հասնում է իր իրական օգնությամբ։ Անհաջողության մեկ այլ պատճառ է անապաշխար վիճակը։ Խոսքը ձևական ապաշխարության մասին չէ, որը զուտ բառերով է, այլ իսկական, սրտանց ապաշխարության։ Մարդը կարող է տարիներով իր մեջ պահել վիրավորանք, նախանձ, դատապարտություն և զարմանալ, թե բա ինչու կյանքս չի լուսավորվում։ Մեղքերով ծանրացած հոգին ազատ չի կարող ընթանալ։ Այն կարծես կապված է կապանքներով։ Ձեր ուսուցանում է, որ մինչև Աստծուց արտաքին բարեկեցություն խնդրելը, պետք է նախ և առաջ ներքին կյանքը կարգի բերել։ Աստված սկզբում բժշկում է սիրտը, այնուհետև պայմանները։ Հաճախ մարդու մոտ ոչինչ չի ստացվում, որովհետև ապրում է առանց շնորհակալ լինելու։ Նա սովոր է տեսնել այն, ինչ չունի, իսկ ինչ ունի,
չի նկատում։ Շնորհակալ սիրտը բացում է այնպիսի դռներ, որոնք անհնար է բացել ուժով կամ խորամանկությամբ։ Ձերն ասում է. անգամ սուգը կամ դժբախտությունը պետք է սովորես ընդունելու շնորհակալ սրտով։ Ոչ թե ցավի համար, այլ այն իմաստի, որ բացվում է դժբախտության միջոցով։ Ցանկացած սուգ և տառապանք կամ կարծրացնում է սիրտը, կամ մաքրում, նայած թե ինչպես է մարդը այն ընդունում։ Մեկ այլ կարևոր պատճառ էլ կա, դա ունայնությունն է։ Ժամանակակից մարդը անդադար ինչ-որ տեղ է վազում։ Նա ունակ չէ կանգնելու, լռելու և լսելու։ Նրա միտքը միշտ զբաղված է, իսկ սիրտը լարված։ Այդ վիճակում անհնար է լսել Աստծո կամքը։ Իսկ երբ չի լսում Աստծուն, շեղվում է ճիշտ ճանապարհից։ Ծերը ասում է. երբեմն Աստված լռում է, որովհետև մարդը չափազանց աղմկոտ է ներսում։ Պետք է սովորել ներքին լռությանը։ Երբ հոգին խոնարհ է, դժվարությունները որպես աստիճաններ են ընկալվում, իսկ երբ հպարտ է, ապա հաջողությունն էլ է դառնում անկման պատճառ։ Ամեն դեպքում ամենակարևորը հույսն է, որի մասին չի կարելի մոռանալ։ Չկա մի իրավիճակ, որը Աստված չկարողանա ուղղել, չկա մի սխալ, որը անհնար կլինի ուղղել ապաշխարությամբ։ Եթե անգամ ամեն բան կորսված է համարվում, դա կարող է լինել մի նոր բանի սկիզբը, նոր ճանապարհի, նոր հայացքի, նոր խորության։ Աստված երբեք չի ուշանում։ Նա գալիս է ճիշտ այն ժամանակ, երբ մարդը պատրաստ է լինում նրան ընդունելու։ Երբ ինքդ քեզ սկսում ես ճիշտ հարցեր տալ, այն ժամ անգամ ամենավատ իրավիճակներում խաղաղություն է գալիս սրտիդ։ Իսկ խաղաղության հետ գալիս է նաև ճշմարիտ ճանապարհով ընթանալու միտքը և վճռականությունը, որով ընթանալը այլևս սարսափելի չէ։ Ձեր Իլյան սովորեցնում է, որ կա մի բացարձակ ճշմարտություն, որի մասին մենք չպետք է մոռանանք։ Աստված պարտավոր չէ կատարել մեր ցանկությունը, բայց նա միշտ կատարում է այն, ինչ ուղղորդում է դեպի փրկություն։ Եվ հենց այստեղ է հաճախ ներքին կոնֆլիկտ առաջանում։ Մենք հարմարավետություն ենք ուզում, իսկ Աստված աճ է տալիս։ Մենք խնդրում ենք, որ վերացնի դժվարությունները, իսկ նա դրանց միջոցով ամրացնում է մեր հոգին։ Մենք արագ արդյունք ենք սպասում, իսկ նա սովորեցնում է մեզ լինել համբերատար։ Երբ մարդու մոտ երկար ժամանակ ոչինչ չի ստացվում, նրանում դրսևորվում է այն, ինչ նախկինում ծածկված էր, նկատվում է գրգռվածություն, բարկություն, վիրավորանք, ընկճվածություն, նախանձ նրանց հանդեպ, ովքեր ունեն այն, ինչ ինքն է փափագում։ Ծերը ասում է. դա հուսահատվելու առիթ չէ, այլ շնորհակալ լինելու։ Որովհետև Աստված ցույց է տալիս մարդուն իր թույլ տեղերը։ Դա անում է ոչ թե դատապարտելու նպատակով, այլ բժշկելու։ Երբեմն մարդը ցանկալի բանը չի ստանում, որովհետև պատրաստ չէ կրելու հետևանքները այդ պարգևի։ Նա հաջողություն է խնդրում, մինչդեռ պատրաստ չէ պատասխանատվության։ Գումար է խնդրում Աստծուց, բայց պատրաստ չէ իր սիրտը մաքուր պահելու։ Նա ճանաչում է խնդրում, բայց պատրաստ չէ մնալ խոնարհ։ Դրա համար ողորմածն Աստված պահում է այն, ինչը կարող է մարդուն վնասել։ Ծերը ասում է, որ եթե մարդը ի վիճակի լիներ տեսնելու իր ողջ կյանքի ուղին, ապա անձամբ կհրաժարվեր շատ ցանկություններից։ Բայց
Քանի որ մարդը տեսնում է միայն այսօրվա օրը, նրան թվում է, թե Աստված դանդաղում է, կամ էլ չի լսում։ Իրականում Աստված պահպանում է մարդուն։ Երբեմն էլ ոչինչ չի ստացվում, որովհետև մարդը սովոր է ամեն ինչ տեսնել համեմատության մեջ։ Նա իր կյանքը չափում է ուրիշների չափանիշներով, ինչից կորցնում է ներքին խաղաղությունը։ Ձերը հիշեցնում է, ամեն մեկը իր ուղին ունի։ Երբ մարդը դադարում է համեմատել, նա սկսում է ապրել։ Նա իր կյանքը սկսում է ընկալել որպես Աստծուց տրված պարգև և ստանում է սրտի մեծ խաղաղություն։ Իսկ երբ կա խաղաղություն, դա նշան է այն բանի, որ մարդը ճիշտ ճանապարհով է ընթանում, անգամ եթե արտաքնապես դեռևս ամեն բան դժվար է։ Ձերը ասում էր, որ ամենավտանգավոր ծուղակը ծածուկ հպարտությունն է, որը վիրավորվածության կամ հոգնածության դրսևորումներում է նկատվում։ Այդժամ մարդը ասում է. ես այնքան բան եմ արել, բայց ինձ ոչինչ չեն տվել։ Այս բառերի հետևում կանգնած է պարգև ստանալու սպասումը։ Բայց եթե մարդը բարիք է անում պատասխան ակնկալելով, նա վաղ թե ուշ կհիասթափվի։ Իսկ եթե հանուն Աստծո է անում, ապա մնում է խաղաղության մեջ։ Ոչինչ չստացվելու պատճառներից է նաև վախը։ Վախ սխալվելուց, վախ դատապարտվելուց, վախ կորցնելուց։ Վախը կապանքների մեջ է գցում մարդուն, նրան դարձնում է անվճռական։ Վախը Աստծո հանդեպ անվստահության նշան է։ Քանի որ վստահողը չի վախենում գնալ մի ճանապարհով, որը չի էլ տեսնում։ Իսկ վստահությունը անմիջապես չի առաջանում։ Այն գալիս է կյանքի փորձից, անկումներ, արտասուքներ, սկզբում դատարկ թվացող աղոթքներ։ Ձեր Իլյան ասում էր. անգամ եթե աղոթքդ չոր է, միևնույն է աղոթիր, անգամ եթե ուժ չունես, կանգնիր Աստծո առջև, քանի որ քչի մեջ հավատարիմը ժամանակի ընթացքում մեծ պտուղներ է ստանում։ Երբեմն Աստված երկար ժամանակ չի տալիս ցանկալին, որպեսզի մարդը սովորի ապրել առանց հենվելու արտաքին հենարանների վրա, որպեսզի մարդը հասկանա, որ իր արժեքը ոչ թե հաջողության և ձգտումների մեջ է, այլ որ նա Աստծո ստեղծագործությունն է։ Երբ դա հասկանա, կդադարի ապացուցել, արդարանալ, շտապել։ Այդ դեպքում կյանքը աստիճանաբար կսկսի կարգավորվել ու ոչ միշտ այնպես, ինչպես ինքն է երազել, այլ այնպես, ինչպես պետք է։ Ձերը ասում էր, որ ամենավտանգավորը այն չէ, որ մարդու մոտ ոչինչ չի ստացվում, այլ այն, որ ամեն բան ստացվում է առանց Աստծո։ Այդ դեպքում մարդը մոռանում է, թե ով է իրապես ուժը տալիս, ով է տալիս հնարավորություններ և ով է իր շունչը տալիս։ Եվ ցավոք, նման հաջողությունից հետո վրա հասնող անկումը լինում է առավելապես ցավոտ ու անտանելի։ Ուստի եթե ձեր կյանքում հիմա այդպիսի ժամանակաշրջան է, որ թվում է, թե ամեն բան կորած է, մի շտապեք հուսահատվել։ Հնարավոր է հենց հիմա այն ամենն է կառուցվում, ինչը հետագայում մեծ հնարան է դառնալու ձեզ համար։ Հնարավոր է Աստված հիմա սովորեցնում է ձեզ լինել իր հետ, այլ ոչ միայն ստանալ իրենից։ Եվ երբ մարդը դադարում է պայքարել Աստծո հետ, այլ ընթանում է նրա հետ, ապա անգամ անանցանելի ճանապարհներն են դառնում դյուրին և հանգիստ։ Այդ դեպքում կարևոր չի լինելու, թե քանի անգամ եք ընկել, այլ կարևոր է, որ սիրտը կենդանի մնա, հոգին էլ խաղաղության մեջ։ Եվ ամենակարևորը,
Տերը մարդուն երբեք չի թողնում առանց ճանապարհի, թեկուզ եւ այն անտեսանելի լինի։ Հնարավոր է Աստված երևացող անհաջողությունների ֆոնին մեզ տանում է ավելի խորը կյանքի ուղիով, որում մենք կդադարենք հենվել ուրիշների վրա կամ ինքներս մեզ վրա, մեր փորձի վրա, խելքի, ունակությունների, այլ կհուսանք միայն Աստծուն։ Աստված ըստ ձերի հատկապես նրանց հետ է, ովքեր խոնարհ են, կոտրված ու փշրված սրտով, այլ ոչ թե ինքնահավանների եւ հպարտների։ Մեր անհաջողությունները ցույց են տալիս, թե մարդը որտեղ ունի բժշկության եւ ուղղվելու կարիք։ Իսկ Աստծո հանդեպ վստահությունը դեռևս լիարժեք չէ։